Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեկնարկում AFL-ի շրջանակներում եւ այսօր հրաշալի հանդիպման ենք ականատես լինելու, ընդամենը մեկ հանդիպում ենք ձեզ ներկայացնելու, որտեղ միմյանց հետ մրցելու են Կադիսը եւ Սելտան։ Հիշեցնեմ, որ ավելի լավ մեկնարկ են տվել այս մրցաշարին Կադիսի տղաները, քան Սելտայի ֆուտբոլիստները, բայց Արժևում է ամբողջ մրցաշարը, տեսնենք ի վերջո այս հանդիպումը երկու թիմերը ինչպես կանցկացնեն եւ տեսնում ենք խաղադաշտի կենտրոնից խաղը մեկնարկելու են Սելտայի ֆուտբոլիստները, հաշված վայրկյաններից կմեկնարկի հանդիպումը։ Տեսնում ենք մրցավարի Սուլիչը կա եւ խաղը մեկնարկեց մեզ մոտ։ Հիմա անցնեմ ես թիմերի հայտարարություններին, սկսեմ Կադիսից, Կադիսի դարպասում է համար 1 Մարտին Ստեփանյանը, համար 3 թիմի ավակ Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 8 Նարեկ Մակարյան, համար 22 Վարուժան Ավդալյան, համար 19 Ռոբերտ Մարության, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան, իմ առաջին անկյունայինը։ Տեսանք այս խաղի Սելտան էր վաստակել, վտանգավոր հարված տեսանք Սելտայի ֆուտբոլիստի կողմից, առաջին հարվածը արդեն կա հենց մեկնարկային րոպեին։ Անցնեմ Սելտայի կազմին, դարպասում է համար 1 Տիգրան Այդինյանը, համար 4 Դանիել Դանիելյան, համար 7 Կարեն Ենգիբարյան, համար 8 Տիգրան Ներսիսյան, համար 9 Ավետ Ավետյան, համար 10 Ավետիս Դուրգարյան, համար 12 Սուրեն Կարապետյան, համար 13 Դավիթ Հարությունյան, համար 17 Անդի Խալացյան, համար 19 Թիմիավակ Արամ Ենգիբարյան եւ համար 23 Սուրեն Ղուկասյան։ Այսքանը կազմերի մասով, հիմա տեսնում ենք Կադիսն է փորձում իր առաջին գրով կազմակերպել, Ղևոնդյան փոխանցում կենտրոն, անցավ գնդակը Սելտային, մարակ նետվեցին գրոյի Սելտայի ֆուտբոլիստները, երվից վտանգավոր հարված տեսանք, Ղուկասյանը հարված կատարեց աջ եզրից, արդեն երկու վտանգավոր պահ տեսել ենք Սելտայի ֆուտբոլիստների կատարմամբ այս խաղում։ Տեսնենք սպայերից հետո ինչով կպատասխանեն Կադիսի տղաները, լավ խաղարկումներ, բայց նորից Սելտային անցավ գնդակը, Աբինյան այստեղ հանգիստ խաղարկեց գնդակը, ի վերջո Գիբարյան երկար լավ փոխանցում Կարեն Ենգիբարյանի ուղղությամբ, լավն են խաղարկումները, տեսնում ենք Սելտայի ֆուտբոլիստների կատարմամբ, Ենգիբարյան, ձախ եզրում է Ենգիբարյանը եւ հետ փոխանցում դեպի Հարությունյանը։ Կադիսը մի փոքր կայուն է մեկնարկել այս մրցաշարը։ Նկատմամբ հիմա երկայնակի հրաշալի փոխանցում Ենգիբարյանից Խալացյանի ուղղությամբ, տեսնենք այս գրող Սելտայի, Ղուկասյան կենտրոնում է արդեն հայտնվել Ղուկասյանը, երվից փորձ փակեց այս հարվածի ճանապարհը Ռոբերտ Ֆիդանյանը եւ եզրային նետումը Սելտայինն է լինելու, Կադիսը 7 հանդիպում է անցկացրել մրցաշարում, 5 հաղթանակ, 2 պարտություն, 15 միավոր իր ակտիվում ունեն Կադիսի տղաները, հիմա կարող է վտանգավոր լինել, բայց Դուրգարյանն է լավ գործում պաշտպանությունում, 7-րդ հորիզոնականն են զբաղեցնում այս պահին Կադիսի տղաները, նույնքան խաղից Սելտան վաստակել է 6 միավոր, ընդամենը 2 հաղթանակ ունեն նրանք այս մրցաշարում եւ զբաղեցնում են նախավերջին հորիզոնական այս պահին, բայց
Դեռ շատ խաղեր կան այս մրցաշարում, այնպես որ կարող է ամեն բան փոխվել, հիմա կրկին Սելտայի տղաներն են գնդակով, արված և գոլ, հաշիվը բացված է մեզ մոտ 1-0։ Հավետից Դուրգարյան 1-0 5-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առաջ են անցնում Սելտայի տղաները, նրանց այդ ճնշումն ու վտանգավոր պահերը տվեցին ի վերջո իրենց արդյունքը և հիմա նրանք հաշվի մեջ առաջ են անցնում ի վերջո 5-րդ րոպեի դրությամբ, հիմա տեսնենք ի վերջո կարտանան Կադիսի տղաներ այս գոլից հետո, որովհետև դեռ նրանք գրող չեն կազմակերպել Ֆիդանյան հրաշալի անցումները և առաջին հարվածը Կադիսի կատարմամբ, բայց դիպուկ չէր Ֆիդանյանի հարվածը, շատ արագ փորձեց Սելտայի գոլին արձագանքել Կադիսը, չստացվեց Ֆիդանյանի հարվածը, կրկին հրաշալի փոխանցում էինք տեսնում Սելտայի ֆուտբոլիստից, բայց չանցավ այս անգամ Շիրխանյան լավ փոխանցում, վտանգավոր հիմա ստացվեց, հրկեց իր թիմին, տեսնում ենք Այդինյանը, Ղուկասյան, տեսնում ենք շատ ակտիվ է, գործում խաղադաշտում Սուրեն Ղուկասյանը, այսօր նա ասիստի հեղինակ դարձավ, հիմա Ֆիդանյանը ներողություն, Ֆիդանյանը փորձում էր այստեղ գնդակը խլել, բայց չստացվեց նրա մոտ, Ջուլակյանը լեց արված շատ վտանգավոր հիմա կարող լինել, բայց շեղ էր կրկին Կադիսի ֆուտբոլիստի հարվածը նորից երկար փոխանցում Հարությունյանի կողմից վտանգավոր կարող լինել Սնենք, Ենգիբարյան, փոխանցում և այստեղ հրկվեց հիմա տեսնում ենք Կադիսը, շատ վտանգավոր էր նորից Սելտայի գրողը, շատ լուրջ են տրամադրված տեսնում ենք այսօր Սելտայի ֆուտբոլիստները Աբդալյան լավ փոխանցում Շիրխանյանին, Կարեն Շիրխանյան նկատեց այնտեղ Ֆիդանյանին, բայց չգնաց այս գնդակի Ռոբերտ Ֆիդանյանը և նորից Սելտան անցավ գնդակով Կադիսի կիսադաշտ, Ղուկասյան, տեսնենք Ղուկասյան պայեց իր մոտ գնդակը, Ղուկասյան շատ խճճվեց հիմա Սուրեն Ղուկասյան այստեղ գնդակով, շարունակում է Սելտայի գրոհը Ավետյան, անցումը չստացվեց Ավետյանի, հիմա Մարությանը խլեց գնդակը, փոխանցում, բայց այստեղ գնդակի տերը Արամ Ենգիբարյանն էր ի վերջո Շատ են տեսնում ենք լինում գնդակով Սելտայի տղաները Ենգիբարյան պտտվեց, փոխեց գրոյի եզրը և այստեղ խախտում Ֆիդանյանի կողմից կանգնեց Սարամ Ենգիբարյանի ոտքին Կադիսի Համբարկում է Ռոբերտ Ֆիդանյանը, 4 գոլ է հեղինակել այս մրցաշարում Հրաշալի մրցաշար է անցկացնում Կադիսի ֆուտբոլիստը Նրան հաջորդում է Կարեն Շիրխանյանը մեկ գնդակ է ընդամենը զիջում թիմակցին նորից երկայնակի փոխանցում խորքից, բայց այս գնդակը վերցրեց
Մարտին Ստեփանյանը հիմա շտապեց փոխանցում կատարելիս Լևոնցյանը Սրել Հարությանը լավ խլեց կրկին գնդակը, բայց շատ արագ անցավ սելտային գնդակը Վտանգավոր կարող է լինել, բայց հարված կտեսնենք Ստեփանյանի պաշտպանած դարպասից Տասը րոպե անցավ առաջին կեսից բարեկամներ Դուրգարյանի խփված գոլի շնորհիվ 1-0 հաշվով այս պայն Սելտան հաղթում է Կադիսին դեռ տեսնում եք նրանք շատ մեծ առավելություն ունեն Ղուկասյան փոխանցում բայց այստեղ լավ գործեց հիմա պաշտպանությունը Մակարյանը Դեռ տեսնում ենք այս 5 րոպեները Սելտայի գոլից հետո Ընդամենը 2 պահ են կատարել Կադիսի տղաները 2 հարված, 2-ն էլ շեղ են ընթացել դեռ վտանգավոր պահ չեն կարողացել իրականացնել Շատ լավ են պաշտպանությունը տեսնում եք գործում Սելտայի տղաները Դանյան երկար փոխանցում վտանգավոր կարող լինել Շիրխանյան Մակարյան արված եւ Այդինյանն է փրկում իր թիմին երկրորդ փորձը այս անգամ էլ Հարությունյանը փակեց հարվածի ճանապարհը հիմա տեսանք վտանգավոր պահ Կադիսի կատարմամբ 2 վտանգավոր հարված տեսանք բայց նորից լավ գործեցին Սելտայի տղաները հիմա արագ անցել է նրան գրոյի Խալացյան Փափուկ փոխանցում Ղևոնդյանն է հեռացնում գնդակ հիմա կարող է հակագրոյել այստեղ Կադիսը բայց հիմա շատ լավ գործեց կարծես թե Դուրգարյանը Խադաշտի կենտրոնում բայց այստեղ էլ դաշտի սահմաններում գնդակը Ղուկասյանը երկար փոխանցում մյուս եզր Խալացյան եւ պայեց գնդակը իր թիմի մոտ Ալի Խալացյանը Տեսնում ենք շատ հանգիստ են իրենց կիսադաշտը անցնում գնդակով Սելտայի ֆուտբոլիստները դեռ դժվարությամբ չեն բախվում հիմա Մարությանը կրկին խլում է գնդակը Մակարյան Մարության արված եւ գոլ հաշիվը հավասար է մեզ մոտ 1-1 Ռոբերտ Մարության 1-1 հավասարեցված է հանդիպան հաշիվը ի վերջո Կարողացավ կենտրոնում Մարությանը խլել գնդակը Սելտայի ֆուտբոլիստից ես խոսում էի որ շատ հանգիստ են իրենց կիսադաշտից դուրս գալիս գնդակով Սելտայի տղաները բայց խոսքից վրա կարողացավ Մարությանը խլել գնդակը եւ լավ համագործակցության շնորհիվ Ակարյանի հետ կարողացավ Մարությանը գոլեղինակ դառնալ հիմա հաշիվը հավասար է մեզ մոտ կրկին
Եզրային նետում է տեսնում ենք վաստակել Սելտան, կարծես թե երկար նետում մինչև տուգանայիների մատույցներ։ Փոխանցում հեռացված է, գնդակը կարող է հակագրել։ Գադիսը Շիրխանյան փոխանցումը չստացվեց այստեղ Կարեն Շիրխանյանի։ Դուրգարյան փոխանցումը փակված է Ավետիս Դուրգարյանի և հիմա կարող է գրոել Գադիսը Ֆիդանյան, լավ թողեց գնդակ այստեղ թիմակցին, բայց չհասավ Մարության այս գնդակին։ Լավ պատ խաղարկում, Դուրգարյան, բայց ուղիղ Ստեփանյանի վրա հարվածեց, երվից հարված կրկին Ստեփանյանը փրկեց իր թիմին, շտապում է տեսնում ենք Ստեփանյանը մի փոքր։ Նորից արագ անցավ Սելտային գնդակը, Դուրգարյան փորձեց փոխել գրոյի եզրը, բայց պաշտպանությունում լավ գործեց հիմա Կադիսի ֆուտբոլիստը։ Դուրգարյան խաղարկում է Ղուկասյանի հետ, Սուրեն Ղուկասյան և նրանից խլեց գնդակը Ռոբերտ Ֆիդանյանը ի վերջո։ Այստեղ էլ հասավ գնդակին Կարեն Շիրխանյանը, ձախ եզրում հիմա Շիրխանյանը, տեսնենք ինչ կմտածի, մտավ կենտրոն Շիրխանյանը, բայել է իր մոտ գնդակը Կարեն Շիրխանյան, արված և անկյունային է վաստակում իր թիմի համար ի վերջո Կարեն Շիրխանյանը։ Լավ գործեցին վերջին դրվագում Կադիսի երկու ֆուտբոլիստերն էլ, հիմա տեսնենք անկյունայինը Կադիսի։ Հարցավայ Սուլիչը կա, Շիրխանյան փոխանցում և Ֆիդանյանը հարված կատարեց շատ վտանգավոր դիրքում։ Ստացավ գնդակը Ռոբերտ Ֆիդանյանը, բայց նորից շեղ է հարվածում Կադիսի լավագույն ռմբարկուն, այսօր դեռ նա դիպուկ հարված չի կատարել այս խաղում, բայց փորձեր եղել են Ֆիդանի դարպասին։ Դուրգարյան կենտրոնում է Ավետիս Դուրգարյանը, Ենգիբարյանի հետ է խաղարկում, խեցին գրոյի եզրը, երվից հարված, հակված է այս հարվածը, Մարության լավ խաղարկում Մակարյանի հետ, բայց հրաշալի է գործում պաշտպանությունում Դավիթ Հարությունյանը։ Շիրխանյան պտտվեց իր առանցքի շուրջ, բայց խլեց գնդակը հիմա նրանից Ավետյանը։ Ենգիբարյան լավ խաղարկումներ, այստեղ էլ վերջին պահին հեռացնում է գնդակը Հայկ Ղևոնդյանը և անկյունային Սելտայի օգտին։ Արագ խաղարկեցին այստեղ գնդակը Սելտայի տղաները, Խալացյան փափուկ փոխանցում, հասավ գնդակի Ենգիբարյան ընթացքից հարված, բայց շեղ էր Կարեն Ենգիբարյանի հարվածը։ Գնալով մոտենում ենք արդեն առաջին խաղակեսի ավարտին, սիրելի ֆուտբոլասերներ, 1-1 է հաշիվը մեզ մոտ, շատ հետաքրքիր պայքար է ընթանում խաղադաշտում։ Կարծես թե կարողացան Կադիսի ֆուտբոլիստները իրենց գոլից հետո մի փոքր ավելի լավ զգալ խաղադաշտում, դեպքում նրանք չէին կարողանում գնդակով մնալ։ Տեսնում ենք էլ ավելի
Լավ են գործում նրանք խաղադաշտում, Շիխանյան, լավ խաղարկումներ Ավդալյանի հետ։ Լեց գնդակը Սելտանի վերջո։ Ենգիբարյան, պայել է գնդակ, Ենգիբարյանը լավ անցում, Ենգիբարյան, շատ վտանգավոր է և գոլ։ Հրաշալի է ամեն ինչ անում այստեղ Կարեն Ենգիբարյանը, բայց գոլ հեղինակ դարձավ Ավետ Ավետյանը հաշիվը դարձնելով 2-1։ Ավետ Ավետյան 2-1 կրկին առաջ է անցնում հաշվի մեջ, Սելտան փայլուն ձախ եզրով հարշավանք էր ուղղակի սկսել Կարեն Ենգիբարյանը, նա կենտրոնից խլեց գնդակը և մինչև հասավ Ստեփանյանին Տուգանայինների մատույցներ և կարողացավ ի վերջո Ավետյանը դառնալ գոլի հեղինակ։ Հիմա նորից Սելտան է անցել գրոյի, նրանք շատ ակտիվ են, տեսնում ենք նորից գործում, բայց այստեղ է լավ գործեց պաշտպանությունում Ռուբիկ Ջուլակյանը և նորից պարտվողի կարգավիճակում են հայտնվում Կադիսի տղաները, տեսնենք նրանք այս գոլին ինչով կպատասխանեն, կկարողանան ի վերջո ընդմիջումից առաջ հավասարեցնել հանդիպման հաշիվը, տեսնենք 3 գոլ ենք արդեն տեսել այս խաղակեսում, այս 20 րոպեների ընթացքում, վերջին 5 րոպեներ այս խաղակեսի ավարտի։ Մեր Դուրգարյանն է սխալվում տեսնում ենք, բայց շտկեց իր սխալը Կադիսի ավագը։ Պակեցին Ժուլակյանի փոխանցումը, Հարությունյանն է տեսնում ենք եկել առաջ և հիմա կոպիտ խախտման գնաց այստեղ Ռուբիկ Ջուլակյանը և զգուշացվում է դեղին քարտով Կադիսի պաշտպանը։ Տեսնում ենք դեռ խոտածածկին է Դավիթ Հարությունյանը, ցավոտ հարված ստացավ Ժուլակյանից։ Հիմա դժվարությամբ կանգնեց այստեղ Սելտայի խաղացողը, տեսնենք կկարողանա շարունակել հանդիպումը, ինչևէ հիմա վտանգավոր դիրքում ստանդարտ են վաստակել Սելտայի տղաները, առաջին խաղակեսի վերջնամասում, շատ լավ հնարավորություն կնապատկելու իրենց առավելությունը, տեսնենք Ավետիս Դուրգարյանն է գնդակի մոտ, այս խաղի առաջին գոլի հեղինակը, հիմա ինչ կմտածի Դուրգարյանը, մրցավարի սուլիչը կա, Դուրգարյան ուղիղ հարված տեսանք, բայց պատին դիպավ գնդակ, հիմա այլ վտանգավոր հարված, երկրորդ փորձով կատարեց Ավետիս Դուրգարյանը, բայց մի փոքր բարձր ընթացավ Դուրգարյանի հարվածը ի վերջո։ Հիմա այլ անմեղ իրավիճակում տեսնում ենք սխալվեց դարպասապահ Մարտին Ստեփանյանը, կրկին արագ անցավ գնդակը Սելտային, Դանյան, Լնկավ Մարությանը, բայց թիմակիցը օգնեց նրան, շատ վտանգավոր կարող լինել, բայց վերցրեց գնդակ այստեղ Այդինյանը,
Գիբարյան փափուկ փոխանցում այստեղ հասցիա տեր չունեցավ այս փոխանցումը Գիբարյանի Մարության լավ փափուկ Ֆիդանյան հետ Ռոբերտ Ֆիդանյան տեսնենք ինչ կմտածի Երվից արված եւ փայլուն գոլ հեղինակ է ուղակի դառնում հիմա Ռոբերտ Ֆիդանյանը 2-2 Ռոբերտ Ֆիդանյան 2-2 կրկին հավասար է հանդիպման հաշիվը սիրելի ֆուտբոլասերներ անզուգական գոլ հեղինակ դարձավ Կադիսի լավագույն ռմբարկուն եւ նորից նետվել է Կադիսը տեսնում ենք շատ արագ գրոյի Կարեն Շիրխանյանի մոտ է արդեն գնդակը Շիրխանյան մտավ կենտրոն Շիրխանյան փափուկ փոխանցում հիմա հասավ գնդակը Ֆիդանյանին Ֆիդանյան աչեզրով շարժվում է առաջ Ռոբերտ Ֆիդանյան երվից արված եւ այստեղ Խանգարեց Մակարյանը հիմա տեսնում ենք եւ վերջ սիրելի բարեկամներ հավարտված է առաջին խաղակեսը մեզ մոտ 2-2 հաշվով շատ հետաքրքիր առաջին կես ստացվեց 4 գոլ տեսանք այս 25 րոպեների ընթացքում ինչևէ ընդմիջվենք մի փոքր կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ, վերադառնում ենք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ առաջին կեսից հետո 2-2 է հաշիվը Մեզ մոտ շատ հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք 4 գոլ տեսանք առաջին կեսում եւ հիմա հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում անկյունային են վաստակել Սելտայի տղաները այս ստանդարտից հետո վերհիշենք թիմերի հայտարարությունները Փոխանցում Մակարյանը լավ խաղացել է պաշտպանությունում շարունակում է Սելտայի գրո, բայց այստեղ էլ լավ գործեց Կարեն Շիրխանյանը, ոչ Ռոբերտ Մարությանն էր ի վերջո այլ խլեց գնդակը Մարությանը, Ֆիդանյան լավ փոխանցում չհասավ գնդակին Մարությանը ակտիվ են մեկնարկի երկրորդ խաղակեսը նորից Ֆիդանյանը խլեց գնդակ եւ նետվում է առաջ Ֆիդանյան եւ խախտում Ավետիս Բուլգարյանի կողմից հրեց այստեղ Ռոբերտ Ֆիդանյանին Ավետիս Բուլգարյանը Տեսնենք այս ստանդարտը Կադիսի Հենց Ֆիդանյանն է գնդակի մոտ, Ֆիդանյան, փափուկ փոխանցում, հեռացված է գնդակը և այստեղ էլ Ֆիդանյանն է խախտում խաղայկանները Արագ վերիչենք թիմերի հայտարարությունները Կադիս դարպասում է Մարտին Ստեփանյանը, Վարազդատ Դուրգատյան, Հայկ Ղևոնդյան, Նարեկ Մակարյան, Վարուժան Ավդալյան, Ռուբիկ Ջուլակյան, Ռոբերտ Մարության և Ռոբերտ Ֆիդանյան Սելտա դարպասում է Տիգրան Այդինյանը, Դանիել Դանիելյան, Կարեն Ենգիբարյան, Տիգրան Ներսիսյան, Ավետ Ավետյան, Ավետիս Դուրգարյան, Սուրեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, Արի Խալացյան, Արամ Ենգիբարյան և Սուրեն Ղուկասյան Այսքանը կազմերի մասով Հավասար պայքարում ընթացավ հիշեցնեմ Առաջին խաղակեսը երկու թիմերն էլ շատ լավ պայր ունեցան, բայց կարողացան երկու թիմերն էլ երկու պահ իրագործել երվից արված հիմա Մարությանի կողմից Ստեղ պահեց գնդակը Շիրխանյանը իր մոտ, շարունակվում է գրող Կադիսի, Ֆիդանյան, փոխանցում Ավդալյանի ուղղությամբ և
Հարվածը չստացվեց այստեղ Վարուժան Ավդալյանի լավ էր նկատել ձախ եզրում Ավդալյանին Ռոբերտ Ֆիդանյանը 5-րդ գնդակը եղինակեց այս մրցաշարում Ռոբերտ Ֆիդանյանը Ֆիդանյան հիմա նետվում է առաջ Ֆիդանյանը լավ անցում երկրորդին չկարողացավ շրջանցել Ֆիդանյանը բայց տեսնում ենք նորից եկավ եւ խլեց Ֆիդանյանը գնդակը լավ փոխանցում Մակարյանի ուղղությամբ, փոխանցում Շիրխանյանին, Շիրխանյան եւ այստեղ անկավ հիմա Կարեն Շիրխանյանը կարծես թե հաղթում է նշանակել խաղի մրցավարը, տեսնենք անկել է Կարեն Շիրխանյանը Ոչ, խաղթումը նշանակված չէ, այստեղ ուղղակի դադար Շիրխանյանի վնասվածքից հետո այն մրցավարի կողմից խոսեմ մի փոքր վերջին անցկացրած հանդիպումներից երկու թիմերի Գադիսը վերջին հանդիպումը անցկացրեց Վերդերի հետ եւ 0-3 հաշվով պարտվեցին նրանք, այնտեղ չկարողացան նրանք գոլ հեղինակել Սելտան նույնպես պարտվեց, բայց նրանք շատ դժվար եւ համառ պայքարում պարտվեցին Էվերտոնին շատ մոտ էին Ոչ ոքի գրանցելու, բայց չստացվեց նրանց միավոր վաստակել այդ խաղում 2-3 հաշիվը գրանցվեց Սելտան է անցել գրոյի, տեսնենք Ստացվեց այս փոխանցումը Խալացյանի և կարող է հակագրել Գադիսը, Շիրխանյան Փոխանցում ձախ Մակարյանի ուղղությամբ Մակարյան նորից լավ փոխանցում Շիրխանյանի ուղղությամբ տեսնենք Կարեն Շիրխանյան խաղանկեր է փնտրում Շիրխանյանը և հետ փոխանցում Ֆիդանյան և հիմա Շատ բարձր է արված կատարում այստեղ Ռոբերտ Ֆիդանյանը Փոփոխություններ հիմա կատարվեցին Սելտայի կազմում Կրկին Ենգիբարյանի կողմից երկար փոխանցում Դեռ շատ վտանգավոր պահեր չենք տեսել այս խաղակեսում, բայց երկու թիմերն էլ ակտիվ են գործում, հիմա վտանգավոր է Մակարյան և գոլ, հենց խոսքից վրա այստեղ Նարեկ Մակարյանը կարողանում է գոլ հեղինակ դառնալ մեզ մոտ Նարեկ Մակարյան 3-2 առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ է անցնում Գադիսը Սելտայի նկատմամբ պաշտպանի սխալից օգտվեց Գադիսի ֆուտբոլիստը և կարողացավ գրավել
Տիգրան Այդինյանի դարպասը։ Հիմա արդեն պարտվողի կարգավիճակում են հայտնվել Սելտայի ֆուտբոլիստները, հիմա տեսնենք այս գոլին ինչով նրանք կպատասխանեն։ Ես խոսում էի, որ դեռ վտանգավոր պայր չկան այս խաղակեսում, հենց խոսքիս վրա կարողացավ Մակարյանը դառնալ գոլի հեղինակ։ Նորից Կադիսն է անցել Գրոյի, Շիրխանյան, տեսնենք Կարեն Շիրխանյան թողեց գնդակը, Մակարյան և նորից փայլուն գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ։ Նարեկ Մակարյանը 1 րոպեում կարողանում է 2 գոլ գրանցել իր անվան դիմաց Նարեկ Մակարյանը։ Նարեկ Մակարյան 4-2 դուբլ է գրանցում իր անվան դիմաց Կադիսի ֆուտբոլիստը, նորից տեսնում ենք փայլուն գործեցին Կադիսի տղաները, պետք է նշել Կարեն Շիրխանյանի հրաշալի խաղը, այնտեղ նա լավ խաղարկեց և թողեց գնդակը թիմակցին, որտեղ էլ կարողացավ Մակարյանը անզուգական գոլի հեղինակ դառնալ և արդեն 2 գոլի առավելություն է ստանում Կադիսը Սելտայի նկատմամբ, մի փոքր արդեն բարդ իրավիճակում են հայտնվում Սելտայի տղաները, բայց նրանք կարող են այդ հաշիվը վերականգնել, տեսնենք, դեռ շատ ժամանակ կա հանդիպման ավարտին։ Սելտայի տղաները անցնում էին Գրոյի, բայց Սավեցյանը սխալվեց փոխանցում կատարելի, Շիրխանյան նետվել է առաջ Կարեն Շիրխանյան, բայց նրա դեմ պայքարում լավ է գործում Արամ Ենգիբարյանը, Սավեցյան տեսնենք ինչ կմտածի և խախտում այստեղ հիմա վտանգավոր դիրքում վաստակում է Սելտան։ Տեսնենք այս Տուգանայինը ի վերջո կիրացնի, կարծես թե Կարեն Ենգիբարյանն է գնդակի մոտ։ Շատ լավ հնարավորություն հիմա կրճատելու հանդիպման հաշիվը։ Տեսնենք, այստեղ պատը կառուցեց Ստեփանյանը, մրցավարի սուլիչը կա, Ենգիբարյանն հարվածը պատին էր ուղիղ, բայց կարողացավ անկյունային կորզել Սելտան այս իրավիճակում։ Փոխանցում Տուգանային հրապարակ, Ղևոնդյանն է հեռացնում գնդակը, կարող է հակագրել արագ այստեղ Կադիսը, բայց մի փոքր կանգնեց Շիրխանյանը։ Հրաշալի փոխանցում Ֆիդանյանի ուղղությամբ, Ռոբերտ Ֆիդանյան, Ֆիդանյան և դուրս եկավ դաշտի սահմաններից գնդակը, հարված Այդինյանի պաշտպանած դարպասից։ Նորից երկար փոխանցումների միջոցով են փորձում անցնել Գրոյի Սելտայի տղաները։ Ուկոսյան լավ նկատեց հիմա Խալացյանին ձախ եզրում, բայց չհասավ այս գնդակին Ալի Խալացյանը լավն էր։ Փոխանցումը Սուրեն Ղուկասյանին մի փոքր ուժեղ ստացվեց վերջինիս փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, 4-2 հաշվով հաղթում է Կադիսը Սելտային, 2 գոլ ենք արդեն տեսել այս խաղակեսում։ Սելտան նորից փորձում է անցնել Գրոյի և կրճատել հանդիպման հաշիվը, տեսնենք Դուրգարյան հեռվից փորձը չստացվեց Հավետից Դուրգարյանի։
Եվ խախտում է հիմա նշանակել այստեղ խաղի մրցավարը։ Կարծես թե փորձելու է այստեղից հարված կատարել Կարեն Շիրխանյանը, ինչ որոշում կկայացնի։ Տեսնենք մրցավարի սուլիչը կա, Շիրխանյան արված և գոլ, անդրադարձ եղավ այնտեղ կարծես թե Ռոբերտ Մարությանից և հայտնվում է գնդակը, Հայդինյանի պաշտպանած դարպասը 5-2 դարձավ մեզ մոտ հանդիպման հաշիվը, Ֆիդանյանը խլել է այստեղ գնդակը, Ֆիդանյանը արված և նորից գոլ, տեսնում են Կադիսի կատարմամբ, այս անգամ էլ Ռոբերտ Ֆիդանյանն է դառնում գոլ հեղինակ, շատ արագ կարողացավ Կադիսը խլել գնդակը և Ֆիդանյանը արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում։ Ռոբերտ Ֆիդանյան 6-2 հիմա տեսնում ենք ինչ են անում Կադիսի տղաները այս խաղակեսում, շատ լավ են գործում խաղադաշտում, նորից արագ խլեցին նրանք գնդակը, ես դեր նախորդ գոլին անդրադարձած տեսանք, որ Ֆիդանյանը շատ արագ խլեց գնդակ և դարձավ գոլ հեղինակ, այնտեղ հեռվից կրակոց տեսանք Կարեն Շիրխանյանից, այդ հարվածի ժամանակ Մակարյանին անդրադարձ եղավ և նորից գնդակը հայտնվեց Այդինյանի դարպասը, հետրիկ Մակարյանի կողմից այս խաղում հիմա արդեն Սելտան շատ ծանր իրավիճակում է հայտնվել, մի փոքր բարդ է պատկերացնել 10 րոպեում 4 գոլ խփելը, բայց տեսնենք ամեն ինչ հնարավոր է, նորից Տուգանայինն է վաստակել Սելտան, տեսնենք ով է հարվածելու, Դուգարյան արված, այստեղ հեռացված է գնդակը, հանգավոր հարված կատարեց ավետից Դուգարյանը, խաղարկում են գնդակ այստեղ Սելտայի տղաները, Ղուկասյան, ծախեզում է Սուրեն Ղուկասյանը, Ղուկասյան, Գավանցումներ կատարեց Սուրեն Ղուկասյանը և ընկավ, խախտում է նշանակում հիմա խաղի մրցավարը, այստեղ շատ վտանգավոր դիրքում ստանդարտ Սելտայի օգտին, Սուրեն Ղուկասյան խաղարկված է, ստանդարտը Դուրգարյան արված և գոլ, կրճատված է հանդիպման հաշիվը, Ավետիս Դուրգարյան 6-3 շատ լավ հիմա կատարեցին այս ստանդարտը Սելտայի տղաները, Ղուկասյանը դարձավ ասիստի հեղինակ, մեկ գնդակ հետ բերեց Սելտան ի վերջո, արդեն 3 գնդակի տարբերությամբ են նրանք պարտվում, այստեղ անկյունային են վաստակել Կադիսի տղաները, խաղարկված է Շիրխանյան, Մարությանի ուղղությամբ, փոխեցին գրո եզրը, Լակյան երվից սպորց, բայց լավը չէր այս հարվածը Ռուբիկ Ջուլակյանի, հիշեցնեմ 5 րոպե է արդեն մնացել հիմնական ժամանակի ավարտին,
Դեռ պայքարում են Սելտայի տղաները, կար փոխանցում վտանգալ կարող լինել, վերջին պահին Մարությանը հիմա հեռացրեց գնդակը, Շիրխանյան լավ անցում Կարեն Շիրխանյանից, Շիրխանյան կենտրոնում է արդեն Շիրխանյանը, փոխանցում Ֆիդանյանի ուղղությամբ, այսօր այս դուոն լավ է գործում, Ֆիդանյան երբից կրակոց և փրկում է իր թիմին Տիգրան Այդինյանը, անկյունային նորից Կադիսի օգտին, փոխանցում Տիգրանային հրապարակ, Ղևոնդյանն է հարված կատարում ընթացքից, լավ չնստավ մի փոքր ոտքին գնդակը Ղևոնդյանին, արագ հարկում Սելտայի դարպասապայից Ղուկասյան, փոխանցում կենտրոն, Ավետյան երբից հարված, բարձր էր Ավետյանի հարվածը, շատ ակտիվ են տեսնում, երկու թիմերն էլ գործում խաղադաշտում, Նորից Սելտան է անցել գրոյի, բայց Ավետյանի փոխանցումը ի վերջո չհասավ իր նպատակակետին, Սելտան է նորից անցել գրոյի, բայց Ղուկասյանի հարվածը այստեղ չստացվեց, նորից Սելտան էր փորձում գրով կազմակերպել, բայց շտապեցին մի փոքր այս անգամ նրանք, Ջուլակյանի կողմից երկար փոխանցում է տեղի ունենում, այստեղ հեռացված է գնդակը ի վերջո, Սլեց գնդակը Ռոբերտ Ֆիդանյան այստեղ Խալացյանից, Ֆիդանյան, հարված և Այդինյանն է փրկում իր թիմին, շատ լավն են կրակոցները այսօր Ռոբերտ Ֆիդանյանին, մեկ անգամ նա է ի վերջո աչքի ընկավ այս խաղում, կարծես թե այստեղ էլ խախտում է նշանակել խաղի մրցավարը, ոչ ներողություն, նա երկու գոլ է հեղինակել այսօր, նա տեսնենք այս ստանդարտը, Կադիսի կարծես թե Ջուլակյանն է վերցրել գնդակը, Ջուլակյան արված երվից փորձ, շեղեր ի վերջո արվածը Ռուբիկ Ջուլակյանի, վերջին րոպեն է արդեն մեզ մոտ հիմնական ժամանակի ավարտին, 9 գոլ արդեն տեսել ենք այս խաղում, կարծես թե կկարողանա այս խաղում 3 միավոր վաստակել Կադիսը, շատ դադարներ չեն եղել և շատ ժամանակ չի ավելացնի իմ կարծիքով խաղի մրցավարը, Կադիսն էլ այս խաղով դժվար թե հաղթանակը իր ձեռքից բաց թողնի,
Ինչևէ տեսնենք, ընդամենը մի քանի րոպե մնաց ամբողջ խաղի ավարտին։ Մախլեց գնդակը կադիս է այստեղ։ Շիրխանյան, տարավաճ գնդակը փոխանցում և նորից սանցավ գնդակը Սելտոյին, այստեղ էլ Ֆիդանյանն է խլնում գնդակը, Ֆիդանյան երվից փորձ և դարպասաձողին դիպավ գնդակը Ռոբերտ Ֆիդանյանի հարվածից հետո Մայլ արագ անցնում են Սելտան հյուրոյի Սնենք, Ղուկասյան պետք է գրավել դարպասը և ի վերջո կարողանում են Սելտան կրճատել նորից հանդիպման հաշիվը, այս անգամ Արի Խալացյանն է դառնում գոլի հեղինակ Անի Խալացյան 6-4 մեկ գնդակ էլ հետ բերեց Սելտան ի վերջո Դեռ թողնում եմ մրցավարը խաղան թիմերը Ստեղ էլ խաղթում է կարծես նշանակել խաղային մրցավարը դաշտի կենտրոնում մի փոքր կրքերը բորբոքվեցին Շարունակվում է հանդիպումը, երկար փոխանցում կարծես թե Ջուլակյանի կողմից, տեսնենք, բայց հարված ի վերջո կատարեց Ջուլակյանը Նորից Ֆիդանյանը լավ գործեց և խլեց գնդակը, Ֆիդանյան Եվ ի վերջո, սիրելի ֆուտբոլասերներ, հանդիպումն ավարտված է շատ հետաքրքիր պայքարում Կադիսը կարողանում է հաղթանակի հասնել Սելտայի նկատմամբ 6-4 հաշվով 10 գոլ գրանցվեց այս խաղում շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք ի վերջո հերթական 3 միավորն է վաստակում Կադիսը այս մրցաշարում Հրաշալի հանդիպում ստացվեց, այսքանն էինք ձեզ համար պատրաստել այսօրվա համար, բարի գիշեր և ամենայն բարի